Բարոյցից հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթեր Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարոյցից, պարոն Աղազարյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Աղազարյան, բնականաբար ուզում եմ ձեզ հետ անդրադառնալ մեր Ծավան բնակավայրում տեղ ունեցած ընդդիմադիր համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությանը։ Սրանից մի քանի օր առաջ, դեպքից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը համաժողովում վստահաբար խոսում էր եւ հիշեցնում էր, որ սահմաններին 1 տարի 7 ամիս է կրակոցներ չկան եւ զինվորներ չեն մահանում։ Հիմա այս դեպքը, որը տեղ ունեցավ փաստորեն համայնքապետի հետ, եւս ցնցեց հասարակությանը, Նիկոլ Փաշինյանը անմիջապես անդրադարձավ նաեւ այս դեպքին, պահանջելով մանրամասն քննարկել, մանրամասն ուսումնասիրել, գտնել մեղավորներին եւ բոլորը պետք է ենթարկվի պատասխանատվության։ Սա ինչի մասին է խոսում այս համայնքապետի սպանությունը, հաշվի առնելով, որ Փետրվարի 5-ին այդ համայնքում եւս եղավ մեկ սպանություն, նախկին համայնքապետի հորաքրոջ որդու հետ կապված։ Սա ինչի մասին է խոսում։ Գյուղում մարդիկ ճիշտ է, տեսախցիկների առաջ այդ ամենի մասին չեն խոսում, բայց պատմում են, որ սև ու սպիտակների է բաժանված եղել գյուղը, այսինքն գյուղի մեջ եղել է, համայնքի մեջ եղել է այդ վրեժի լուծելու պահանջ, այսպես ասած։ Ինչ պետք է աներ իշխանությունը, ինչ հնարավոր էր արդյոք կանխել այս սպանությունը, եթե հատկապես հաշվի առնենք, որ Էջմիածինը ինքը ընդհանրապես իր տարածքով միշտ որոշակի ձևերով այդ աղմուկները, այդ դեպքերը եղել են, չեմ ուզում այդպես ասել, եւ փաստորեն Վաղարշապատի բաժնի ոստիկանության Փայլակ Շմավոնյանը 20 օր է որ նշանակվել է պաշտոնին։ Ով պետք է կրի այս ամենի պատասխանատվությունը։ Ընդ որում ընդդիմադիրներն ասում են, պետք է անմիջապես Նիկոլ Փաշինյանը հրավիրեր արտահերթ նիստ եւ պետք է հրաժարական տային ոստիկանապետը եւ ներքին գործերի նախարարը։ Նախարարդառնում վարչապետի այդ խոսքերին, որ 1 տարի 7 ամիս սահմանի վրա զինվոր չի զոհվում, դա իհարկե շատ լավ է, բայց նաեւ մյուս կողմից էլ կներեք իհարկե զինվորը հենց այն ինստիտուտն է, որ պաշտպանում է հայրենիքը եւ հայրենիքի պաշտպանության գործընթացում, երբ որ ճշնամական ասենք հարաբերությունների մեջ ես քո հարևանի հետ կարող է եւ զոհվել։ Եվ այդտեղ ցավալի, բայց սարսափելի բան չկա։ Սարսափելին այն ինչ որ տեղի ունեցավ փաստորեն մեր Ծավանում։ Ասենք վերցնենք գեղեցիկ ընտանիքի հայր, երիտասարդ տղամարդ, քաղաքացի, մարդը բարձրագույն արժեք ըստ համանadrության, այդ ամեն ինչին գումարվում է նաև այն հանգամանքը, որ ինքը նաև համայնքի ղեկավար է։ Այո, բացի իր ընտանիքից պատասխանատվություն է կրում ամբողջ համայնքի համար։ Որ ասենք, բայց յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր անհատ է, ինքը բարձրագույն արժեք, բայց այստեղ նաև ուրիշ ներբերակներ է ձեռք բերում, նաև բանը, որ համայնքի ղեկավար է։ Հետևաբար այստեղ արդեն խնդիրը պետք է մոտենանք լրիվ ուրիշ տեսանկյունից։ Չէ՞ որ դուք նշեցիք նաև որ մի տարի առաջ էր տեղի ունեցել Ցավալին նմանատիպ միջադեպ եւ հետեւաբար իրավապահ մարմինները պարտավոր էին մինչեւ ուղղությունները ուսումնասիրեին, բարձեին ինչեր կա այդտեղ հետամուտ լինեին, հետևեին գործընթացներին, որպեսզի կանխարգելեին եւ կամ բարձեին այդ ամեն ինչը։ Իսկ մարդիկ ինչ են գնում այդ ճանապարհով հարաբերությունների ճշգրտման, դատաստան են տեսնում, դատավոր են դառնում եւ այլ եւ դահիճ են դառնում, որովհետեւ վստահություն չկա իրավապահ մարմինների նկատմամբ։ Չեն գտնում, որ իրավապահ մարմինները այս կամ այն հարցը արդարացիորեն, թեկուզ իրենց դեմ, բայց արդարացիորեն գլուխում որ մարդիկ հանգիստ են, ասենք հարևանի հետ խոսալուց, իմս հետ խոսալուց, դեմա դատավորը ճիշտ որոշում է կայացել, իրավապահ մարմինները ճիշտ որոշում են կայացել, մենք ինչ կարանք այդտեղ անենք, այդտեղ վրեժ դուծենք, բանանենք եւ այլ։ Իսկ երբ որ այդ ամեն ինչը չկա, արդեն գալիս է այս ճանապարհով հարցեր լուծելու տարբերակը, որը անընդունելի է։ Ես 18 կրակոց վզակոթին այդ Ես երբ որ ընդդիմադիր էի, ասենք, միջև հեղափոխությունից նկատ ունեմ, ես մի այսպեսի բանաձև ունեի, որ ցանկացած այդ տիպի սպանություն, եթե չի բացահայտվում, ամբողջ աշխարհում, ոչ թե Հայաստանում, ապա այդտեղ իշխանությունները ունեն կամ ուղղակի մեղքի բաժին, կամ էլ մեղքի բաժին, որ չեն կարող բացահայտել։ Պետք է բացահայտեն, որ իմանանք ինչու՞ց է։ Եթե չի բացահայտվում, ապա մեծ հավանականություն կա, որ իշխանությունները դա ինչ-որ, ասենք,
պատասխանություն պետք է կրեն դրա համար։ Դուք հավատում եք, որ լինելու է արդար քննություն եւ իրականությունը մենք իմանալու ենք, ինչպես եք Չէ, տրամադրված։ իրականությունը մենք այսպես թե այնպես իմանալու ենք, բայց արդար քննություն կլինի թե չէ, նորից եմ ասում, յուրաքանչյուր իշխանության պատվի գործն է նմանատիպ հանցագործությունները բացահայտելը եւ հանրության առաջ հաշվետվություն տալ, թե ինչա տեղ ունեցել, ոնց է տեղ ունեցել։ Հակառակ դեպքում մենք sense ուր կհասնենք։ Հանրությունը նշում է, որ ընդհանրապես հանրության մի հատված ասում է, որ սպանությունների եւ անպաշտպանության այս շղթան հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության խղճի վրա է։ Արդյոք այստեղ ճիշտ է մեղադրել միայն վարչապետին կամ ամբողջ հանրությունը յուրաքանչյուր իշխանության խղճի վրա է, յուրաքանչյուր իշխանության խղճի վրա է եւ յուրաքանչյուր իշխանության պատվի գործն է նմանատիպ հանցագործների բացահայտումը, պարզաբանումը եւ ժողովրդին ներկայացնելը։ Պետք է հիմա անգործն ինչ որտեղ հենց անգործնության հետևանքով կարող է դա առաջացած լինի, որովհետեւ գիտեն, որ խնդիրներ կա, թող բարի լինեին, պարզաբանեին, հետամուտ լինեին եւ ամեն ինչը բացահայտելու եւ իրավապահ լինի հենց դրա համար որպեսզի բան կնայ կանխարգելեն պարտադիր չի թողնենք մարդը սպանեն նույնիսկ բռնենք դատենք իմաստը որն է իմաստ չկա դա Երբ այս մասին իմացաք ինչ որտեղ ձեր գործի հետ որոշակի փորձեցիք կապեր գտնել նկատի ունեմ անպատժելիության ոչ պատասխանատվություն կրելու իշխանության մատը խառը լինելու Դե իմ գործի հետ կապված օրինակի համար Այսինքն ձեր մտքում չեկա որ այ եթե իհարկե առանց խորանալու մանրամասների մեջ որ նախաքննական գաղտնիք հետ որևէ խնդիր չունենանք ասեմ որ դրվագներ կան որոնք դուրս են եկել դրվագներ կան որոնք կներեք ասենք ուղղակի զարմանք առաջացնում մարդու մոտ թե ոնց կարող է պատահի իրավապահ մարմինները նման ձևով գործելավոճով աշխատել էլի եւ հետեւաբար անվստահությունը կա ասենք իմ պարագայում անվստահություն մեկ կարևորագույն դրվագա դուրս եկել որով դատախազը սարքել էր դրոշակ եւ ազգային ժողովում ոչ ժողովրդի առաջ դրոշակը ծածանում էր բայց եթե դատախազը գտնում է որ այդ ճանապարհով պետք է ինքը փորձի ժողովրդի կողմից վստահությունը բարձրացնել իրավապահ համակարգի նկատմամբ ակնհայտ բանանելով ասենք սխալ ինֆորմացիա տարածելով բայց հետեւաբար ինքը երբ ժամանակ կունենա նմանատիպ լուրջ ծանր խնդիրների հետ առնչվելու եւ այնտեղ ասենք բանանելու ես ասենք այդ իմաստով իմ վստահությունը մակարդակը շատ ինչով իրավապահ մարմինների նկատմամբ այս դեպքով իմ դեպքով Սա քաղաքական սպանություն եք համարում պարոն Աղազարյան Ես անձամբ ծանոթ չեմ, բայց որքանով որ լսել եմ, որովհետև անդադ շեշտում է չէ ընդդիմադիր, սա ինչի համար է արվում։ Իր մասին ինքը չէր կարող կեցաղային հողի վրա, ասենք ինչ-որ թշնամիներ ունենալ, Համայնքը բավականին ճուզողներ ունենալ, ես էդի բանը կարծում որ չէր կարող, հետևաբար դա ես համարում եմ քաղաքական սպանություն։ Քաղաքական սպանություն։ Փաստորեն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ ինչպես դուք ասեցիք, մարդը արժեք չունի այս հասարակության մեջ, խոսում ենք ինչ որտեղ ամբագորգոր հայտարարություններ ենք անում, բայց իրավապահ համակարգը կաղում է, ունի թերություններ եւ դրանից տուժում է հասարակ քաղաքացին։ Այն որ համայնքապետը նախ քաղաքացի էր, հետո նոր համայնքապետ, ընտանիքի հայր Ամեն դեպքում պետք է որ պաշտպանված լինեն։ Ընդ որում տեսանյութը երևի դուք էլ տեսած կլինեք, բավականին պրոֆեսիոնալ աշխատանքեր արված, այսինքն սա արդեն մտածված, կանխամտածված։ Եվ նաև ընդ մարդիկային, որոնք հսկում են, երևի ոչ հեռու, մարդիկային, որը հսկում են, որ գործը, ասենք, արվի, ակնհայտ է այդ, որ այդ գնում է մեկ մի քանի վայրկյան ակնթարթ ոչ թե վայրկյան հետո վերադառնում եւ ստուգելու համար մահացել ասենք արել է իր գործը թե չի արել։ Իհարկե դա պրոֆեսիոնալ, իհարկե, если այն մարդը չի, ում ենթադրաբար ցավացրել է, ինչ-որ բան առաջացել եւ եկել է, վրեժան։ Այդ մարդը չի։ Էսի այն մարդկանց կողմից ուղարկված մարդ է։ Այսինքն սա շատ լուրջ նախապատրաստական կազմակերպչական աշխատանք է կատարվել եւ ԱԱՑ-ն փոխանակ մտի ուրիշի անկողինները եւ ուսումնասիրի թե ով ում է քնում եւ հələ չի քնել, թող այդ գործերով զբաղվի։ Եվ փոխանակ վարչապետը, որ այդքան օրենքներ են ընդունում, որ այդ քրեական ենթամշակույթը բանը հետ մղվի, թող աշխատի այնցանի, որ իրավապահ համակարգի նկատմամբ վստահություն մեծանա, ոչ թե ասի ես 5 հատ բան եմ գաղութում եմ եղել, Այսինքն վարչապետը մեղավոր
Մեղավորություն ունի։ Առաջին վարչապետը ղեկավարն է եւ նման բայց ոչ չեմ մեղադրելու այդ ավտոմատին, որ կրակեց, որով կրակեց։ Գնդակահարվեց։ Եվ ավտոմատիկ քսեց գնաց ավտոմատիկ կարծեմ, ինձ թվաց ավտոմատիկ քսեց գնաց։ Հիմա բռնեք այդ ավտոմատին դատենք, ասենք այ անպետք գործիք, դու ինչու մարդ սպանեցիր։ Էտա իրավապահ համակարգի գործունեությունը, թե այնա որ ուսումնասիրի եւ գտնի, այն դեպքը ուսումնասիրի գտնի պատճառները եւ նորից եմ ասում կանխարգելի։ Տեսեք ոնց են ասում, չէ՞, կանխարգելել ենք, ես ինչ հեղաշրջումը, կանխարգելել ենք, ես ինչ հեղաշրջում, կանխարգելել ենք, ես ինչ ապրեք։ Ենթադրեք թե հա բանալել ապրեք կանխարգելել եք, բայց այդ բաները քիչ է նկատի ունեք կանխարգելեցին իրենց աթոռը հանկարծ կորցնելու իրավիճակը։ Դա շատ հմուտ են, ասենք աշխարհում որևէ մի հիմար կարող է պատահի մտածի, որ անկախ իմ բացասական վերաբերմունքից Բագրատ Գալստանյանի նկատմամբ մի հիմար կարող է պատահի մտածի, որ Բագրատ Գալստանյանը էզեու հեղաշրջում պիտի իրականացներ եւ հաջողություն ունենար, ենթադրենք, հետո ինչ են անելու իշխանության հետ։ Ով էր իր այդ շփվելու։ Ոչ մեկ իր հետ չէր շփվել, ո՞նց են երկրի ղեկավարելու։ Այսինքն ստե պարզ ակնհայտ է, որ դա սարքած է։ Եվ վարչապետի արձագանքը ինչպես է գնահատում, շատ արագ եւ կարծես թե կոշտ մոտեցում կար իրավապահ համակարգի հանդեպ։ Դու պետք է հետևությունը պետք է անի, եթե արագ շատ կար ժամանակ, նախ արդեն պետք է հետևություն անել կադրային որոշակի, ես չգիտեմ թե ով ինչի համար է պատասխանատու, որովհետեւ նորից եմ ասում, պետք է այդտեղ շատ հատուկ ուշադրություն դարձվել, բայց հետո էլ եթե որոշ ժամանակ հետո չհայտնաբերվի, ապա բանը պետք է կադրային լուրջ խնդիրներ։ Հրաժարականներ պետք է լինեն, պարոն Աղազարյան։ Գիտեք հիմա տեխնիկան այնքան է զարգացած, ամեն ինչ այնքան է զարգացած, որ նմանատիպ հանցագործների բացահայտումը շատ արագ պետք է անեն պրոֆեսիոնալ։ Ես պրոֆեսիոնալ չեմ իհարկե, բայց շատ արագ պետք է կարողանան անեն, դե ամենտեղ բան կա դրած։ Տեսախցիկ կա դրած ամենտեղ, ուսումնասիրում ես, բանաստանում դերում ես ով ոնց գնաց, քի գնաց, դերում ես Աղազարյան Հովիկն, լավ Աղազարյան Հովիկին հանենք հələ, էսի վերջի կասկածյալն է։ Բայց դերում ես մի հատ մարդ, որ ասեք կարար այդ ամեն ինչ մեզ Որում ձեր հանդեպ չէ, այդ տեսախցիկների ինչ-որ տեսագրություններ։ Խնդիրը այն է, որ իմ հանդեպ որևէ տեսագրություն չկա։ Որևէ տեսագրություն չկա։ Ենթադրել հանցագործը գալիս է Աղազարյան։ Բայց կարող էր լինել եւ դա լիներ ձեր արդարության այդ հասնելու ինչ։ Կանոն կա, որը իմ օգտին է, դա չեն բերում, առաջ չեն բերում։ Որովհետեւ ո՞նց կարող է ենթադրել հանցագործը գնում է հանդիպի Աղազարյան Հովիկի հետ եւ կաշառքի մասին խոսակցություն տանի, հələ չտա, ասենք կաշառքի մասին խոսակցություն տանի եւ դուք այդ հանդիպումը բան չեք անում։ Չեք տեսագրում, դեր գտնեք ասեք պարոն Աղազարյան, բարև ձեզ։ Արել եք։ Ուզում եք ասել այն ինչ որ պետք է իշխանությանը ինքը կհասնի եւ կունենա իր ձեռքի տակ, այն ինչ որ իրեն պետք չէ։ Միանշանակ։ Այո, դա ուզում եմ ասել։ Լավ, կհետևենք ամեն դեպքում այս իրադարձություններին, կտեսնենք ինչ արդյունքներ կունենանք, ամեն դեպքում սա ցավալի փաստ է։ Հիմա ներողություն եմ խնդրում, ներողություն եմ խնդրում, ես որևէ մեկին չեմ դատապարտում, բայց անալիզ անենք, էլի։ Հիմա իշխանությունների համար ձեռնտու է, որ ասենք տարածվի քաղաքացիների մոտ մեր բնակչության տեսակետ, որ սա իշխանությունների ձեռի գործն է։ Իհարկե ոչ։ Իհարկե այո։ Ինչու՞։ Ցույց տալու համար ուժը, թե վախի մթնոլորտը։ Բավոն, հենց վախի մթնոլորտը։ Բավոն։ Հայաստանում շատ կան այդ տղունման տղերք, որ դրից ու 67%-ով հաղթես կպեին։ Շատ կան այդ տղերք։ Չէ, շատ չեն։ Էմիսները, որ մի քիչ մոտիկ են, նախի կզգուշանան։ Սա նախնական ինչ որ, բայց այս ձևով։ Ես չգիտեմ, ես չգիտեմ, հիմա ես չեմ բանանում դատապարտում, ամեն ինչ հնարավոր է, բայց եթե իշխանությունները չբացահայտեցին շատ կարճ ժամանակամիջոցում այս ողբերգությունը, ապա իշխանությունը պատասխան տալու խնդիր ունի։ Կհետևենք ամեն դեպքում իրադարձությունները ինչպես են ընթանում, պարոն Աղազարյան։ Պարոն Աղազարյան, իշխող կուսակցությունը նոր վարչություն ընտրեց։ Ընդհանրապես այդ ընտրությունների հետ կապված հետևել եք որպես նախկին ԿՊԱ-ական, ամեն ինչ հարթ է անցնում, թե կան տարաձայնություններ, կան ինչ-որ շղարշներ, որ փակում են եւ այլն, թե ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, իրենց մոտ առավոտները լուսաբացները միշտ նորմալ է, պայծառ է, իրար նկատմամբ չկա այդ խժդժությունները, թեև վերջում ենք տեսանք Ալեն Սիմոնյան, նաեւ տեսակետներ եմ հայտնել, ես նույնիսկ համաժողովից մի շաբաթ առաջ մոտավորապես հրապարակեցի հավանական ցանկը, թե ովքեր կընտրվեն, եւ 20 հոգու մեջ 4 հոգի եմ սխալվել,
16-ի դեպքում ճիշտ էին գուշակել, բայց ընտրությունները անցել օրենքի խախտումով։ Օրենքի Արմեն Խաչատրյանն ասում էր չկա օրենքի խախտում։ Օրենքի խախտումով անցել, որովհետև օրենքում կա հետևյալ ընտրությունների մասին օրենքներում կա հետևյալ կուսակցությունների մասին կարծեմ օրենքում ագրված, որ համաժողովում վարչության անդամը համարվում է ընտրված, եթե հավաքել է քվեարկության մասնակիցների կեսից ավելի ձայն։ Սա օրենք է, և մենք ենք այդ օրենք ընդունել։ Իսկ ենտեղ, այդ 20 հոգուց 12-ից ներքև 8 հոգին չեն հավաքել այդքան ձայն, չեն հավաքել կեսից ավելի ձայն, օրենքի պահանջը խախտվել է, հրապարակում եմ կարդացել, որ բավականին մանրամասն վերլուծել էր այդ հանգամանքը, հրապարակ թերթում էր վերլուծական ներկայացված, որ թե և կանոնադրությունների ներկայացված համապատասխան կետը քաղաքացիական պայմանագրի և օրենքի համապատասխան հոդվածներ ներկայացված, որից բխում է, որ սա օրենքի խախտումով արված։ Պարզ հասարակ քննարկելու հարց չկա, վիճելու հարց չկա։ Իսկ ինչ վերաբերում է մյուս գործընթացներին, ապա մեծ շատ մանրամասն տեղյակ չեմ, որովհետև Ամեն դեպքում մամուլում էլ հայտնվեց լուրեր, որ Ալեն Սիմոնյանի եւ Սասուն Միքայելյանը շատ ծանր են տարել այդ ընտրությունները, որտեղ ես իմ հավանական ցուցակում Սասուն Միքայելյանին չէի ընդգրկել, ընդհանրապես, իսկ Ալեն Սիմոնյանին ընդհանրել էի, որ 10-րդ տեղում կլինի, բայց 11-րդում, այսինքն ես իր մասին ավելի լավ կարծիք եմ, քան կա այդ բանը։ Սասուն Միքայելյանին չէի ընդգրկել, որովհետեւ լրիվ ուրիշ բան է, պրոցեսներ է արդեն քաղաքացիական։ Տիգրան Ավինյանին էլ ընդգրկեցի, բայց բանը խիտ կասկածվել է, որովհետև բոլորովին այլ գործընթացներ են արդեն տեղ ունենում։ Նկատի ունեք ինչը։ Նկատի ունեմ հետևյալը, Նիկոլ Փաշինյանը արդեն ուզում է ազատվի, այսպես կոչված հներից։ Մրցակիցներից, թե։ Չէ, մրցակիցներից չէ, հներից, ազատվի, որովհետև յուրաքանչյուրը եւ Աղազարյան Հովիկը եւ Սասուն Միքայելյանը եւ էլի շատերը իրենց ինչ-որ իմաստով ներքին, այսպես կոչված, ներքին էներգետիկայով բանով իրենց իրավունք են վերապահում այլ կարգավիճակ, այսպես կոչված։ Թե դուք երրորդ հանրապետության սերունդներ եք դրա համար։ Դիկները երրորդ հանրապետության սերունդ։ Բայց հիմա չէ 4-րդի մասին եք խոսում։ Դե 4-րդը արդեն այդ լրիվ ուրիշ թեմա է, եթե առիթ կլի խոսելու, հիմա ձեր բանը կանադանանք դրան։ Բայց բանը, չէ, Նիկոլ Փաշինյանը չի կարողանում տանել, ասենք, մարդկանց, որոնք կարան սեփական կարծիք ունենան։ Որոնցից մեկն էլ ձեզ դուք եք։ Ամեն դեպքում վարչության աշխատանքներին էլ կարող ենք հետևել, որտեղ մենք արդեն տեսնում ենք տարաձայնություն։ Ես կարծում եմ պիտի նրանք պատասխան տան, հրապարակված է, հրապարակ թերթում հրապարակված է այդ բանը, հարցը, որ սա անցել է օրենքի խախտումով։ Դե մտածում եք, որ կլինեն նոր ընտրություններ։ Պիտի պարզաբանում տան, Կորոմպատեևի ես ինչ-որ բան լավ չեմ հասկանում օրենքից կամ ասենք, որտեղ ես որ կարծացի հրապարակ թերթում, հետո ուսումնասիրեցի նորից վերադարձա օրենքին եւ կանոնադրությունը, տեսա որ վերլուծությունը շատ ճիշտ է գրված։ Ասենք օրենքը ինչ ասում, ասում է պետք է հավաքի կեսից ավելի, քվեարկորը կեսից ավելի ձայն։ Բայց քաղաքացիական պայմանագիրը համագումարում ռեյտինգային է հասկացել քվեարկությունը եւ առաջի հաշվելու նաև կանանց քվոտան իհարկե։ Ընդ որում կանայք արդեն շատ էին այս անգամ վարչությանը։ Դե քվոտայի պատճառով, հա, հաշվելու նաև կանանց քվոտան ռեյտինգային կարգով է բանարել, ընդգրկել վարչության կազմում։ Օրենքի խախտումը։ Պարոն Աղազարյան, այս գործընթացները, որ լինում է ԿՊ-ի շուրջ, ինչ որտեղ չեք զղջում, որ դուք մեջը չեք, ինչ որտեղ չեք ափսոսում, որ երկար ժամանակ տրամադրել եք հենց այդ։ Չէ, եթե ես մեջը լինեի, օրինակ այս խախտումը չէր լինի։ Այս խախտումը։ Ձեզ կլսեին։ Բնականաբար, եթե բացահայտ ներկայացնես, որ սա օրենքի խախտումը, բնականաբար այլ տարբերակ է գտնվել։ Լիք տարբերակներ կա քվեարկությունը կազմակերպելու օրինակի համար։ Եթե ես մեջը լինեի, ելի որոշ գործընթացներ երևի թե այլ կերպ գնային արտաքին քաղաքականության բնագավառում, իմ համեստ կարծիքը կայտնեի, կարող պատենքերից մի երկու հոգի լսեին եւ այլ։ Բայց մեջը չեմ այն պատճառով, որ փորձել եմ այդպեսին, ոչ թե այդպեսին եղել եմ։ Եվ ես նույնիսկ վարչապետին հիշեցրեցի իմ նկատմամբ վերաբերմունք մի քանի տարի առաջվա վերաբերմունք եւ ասեցի, որ ես ուզում եմ, որ իմ նկատմամբ ասեք այդ վերաբերմունքը բան եկել է եւ արդեն առարկայացել է։ Նույնիսկ նախորդ գումարման ժամանակ ինձ առաջարկեցին, որ ես գնամ բան այդ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով։
ու վարչապետն տեղյակ էր, պարոն Աղազյան, մեզ լքում եք, կանց խորհրդարանը բանում, ասի չէ, առաջարկել են, շատ շնորհակալ եմ առաջարկության համար, բայց ես չեմ ուզում գնալ։ Հետո ինձ գրկեցին ցուցակում, ասենք 77 համարը բավականին ասենք ոչ այդքան պատվաբեր տեղ, կարևոր չի, ես էլի պատգամավոր դարձա, բայց վերաբերմունքը կար, որովհետև քիչերից էի, որ կներեք իհարկե, որ սեփական տեսակետ հայտնելու ինձ բան էի վերապահում, և երբեմն դա օգտակար էր դու թիմին, այնտեղ չեմ, որպեսզի տեսակետ չհայտնեմ, որպեսզի Նիկոլը ավելի ազատ լինի իր որոշումների մեջ, հիմա թիմը ուժեղ կուր թիմը դարձել, փաստորեն, այդ պատճառով նաև, բայց այդ կուրությունը միջակայության կուրությունը, այսինքն անդեմ մարդկանց մի համաձուլվածք, որը ընդամենը բուտաֆորիա է, իբրև թե կավարչություն։ Այսինքն ինչ ասի վարչապետը նրանք ասելու են, այո, ինչ թելադրի պետք է կատարեն։ Այստեղ մի հատ բան պետք է ասեմ, կներեք, ավելի հիշեցի եւ հենց լավ թեմային վերաբերվում է։ Մի քանի տարի առաջ, որտեղից սկսվեց իմ բանը, այսպես կոչված բոդիսականը, եթե կարելի այդպես անվանել։ Մի քանի տարի առաջ, չգիտեմ ինչ իրավիճակ է ստեղծվել հանրապետությունում, չեմ հիշում լավ, որովհետև դա կարևոր չի, թե մենք մի քիչ ազատ ենք զգացել մեր հարցազրույցներում, ասենք մարդը կարողացել կարծիք ենք հայտնել, որ ասենք այդ բանը ընդունել չի եղել վարչապետի, բայց լինում է, դե դեպքում պիտի կանչես, խոսաս, ասես բան անես, կամ պիտի մնաս գծի մեջ ընդհանուր, եթե թիմի մեջ ես։ Խմբակցությանը հանդիպում էր, վարչապետը ներկայացավ, շատ զայրացած, և գիտեք ինչ ասեց, ասեց, եթե դուք մտածում եք, որ այստեղ յուրաքանչյուրը նստած եք ձեր մանդատներով, շատ չարաչար սխալվում եք, այստեղ կա մի մանդատ, և ես եմ այդ մանդատի տեղը։ Եկեք ասենք, որ սխալ բան չի ասել։ Եթե ասեց ու հիմա ինքը արես փաստորեն, այդ որ ասում եմ, որ մարմինը դարելա, ասենք խմբակցությունը կամ վարչությունը դարելա կուր մարմին, այո, այդ կուրությունը կա, բայց ինչ հետևանքներ կունենա, Աստված գիտի, բայց այդ կուրությունը անդեմ մարդկանց հավաքածու է, սեփական կարծիք հայտնելու դժվարությամբ մարդկանց համախմբությունը, եթե ինքը ասում է դուք չկաք, դուք զրո եք, մի մանդատը եւ մի մանդատի տերը ես եմ, ապա արդեն պետք է կառավարությունն էլ է ինքը Դա նոր ասած, էլի կառավարությունը նոր ասած, ասեն նրանց համար ովքեր շատ դմբոյ են եւ չեն հասկանում իր ասածները, ինքը մի հատ հրապարակային ասած, քիչ էր որ մեր մոտ էլ ասել, բայց հրապարակային ասած։ Ամեն դեպքում կա նաեւ այդ վարկածը, որ Նիկոլ Փաշինյանը ունի վերընտրվելու հնարավորությունը։ Իհարկե ունի վերընտրվելու հնարավորություն, որովհետեւ նախադիմադի դաշտն է շատ բան, ծվրված Երկրորդը ինքը շատ ճիշտ է մատուցում թեմաները, մանիպուլացնում է, իհարկե մանիպուլացնում է, բայց ճիշտ է մատուցում եւ հասարակ ժողովրդի համար այդ տեսակետը ասենք ընդունելի է։ Մի տարի 7 ամիս է, ինչ սահմանների վրա զինվոր չի։ 1 տարի 7 ամիս եւ ասում են խաղաղություն են բերել։ Ես եմ ասում, դա իհարկե լավ է, բայց էդի որպես ցուցանիշ վերցնել խաղաղություն են բերել, խաղաղությունը խոսքերով չի լինում։ Հետևաբար այդ որ նախաստորագրվել է բայց թուղթը կա արդեն թեկուզ նախաստորագրված թուղթը կա Փաշինյանի ձեռքին 7 ամիս առաջ ինքս ինձ հարց էի տալիս կարծեմ ձեր տաղավարում եմ այդ մասին խոսել ես ինքս ինձ հարց էի տալիս Ալիևը ուզում է որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի որպես վարչապետ թե չի ուզում հետաքրքիր է մտածեցի որ երևի թե Ալիևն ուզում է որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի վարչապետ որովհետև երևի Ալիևը գտնում է որ Նիկոլ Փաշինյանի հետ շփումները ավելի օգտակար են երկու պետությունների զարգացման հարաբերությունների զարգացման ռևանշիստները չեն գա Արցախի համար նորից չեն պայքարի երևի թե բոլոր դեպքերում իր համար նպատակահարմար է որ Ալիևը ուզում է որ Նիկոլ Փաշինյանը լինի այսինքն ճշնամական պետության ղեկավարը ուզում է որ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ։ Եթե չլինի, կլինի պատերազմ, ինքը կկրակի, այստեղ էլ մենք արդեն կունենանք իրավիճակը։ Ու ժամանակ մտածեցի, բայց եթե Ալիևը ուզում է որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի որպես վարչապետ, բա մի բան պիտի անի, որ Նիկոլ Փաշինյանը ձերքին գոզեր ունենա։ Վարվեց։ Այդ նախաստորագրումներ փաստորեն խաղաղության պայմանագրի նախաստորագրումներ։ Այն այնքան խելոք Ալիևը, որ չստորագրեց, այլ նախաստորագրեց, որովհետև էլի բաներ ունի ստանալու Էլ ինչ ստանա, սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու դեպքում փոխելու է դրա մասին կարծես թե խոստացավ, ԵՀԿ Միսկի խումբը լուծարվեց, սահմանազատումը Տավուշի տարածքում արեցինք, թեև իրենք ասում են
Կիրանցով եւ ոսկեպարով է սկսել խաղաղությունը եւ Նիկոլ Փաշինյանը բոլորին հորդորում է գնալ Կիրանց եւ տեսնել խաղաղությունը ինչպես է լինում եւ թշնամուց մի քանի մետրի վրա դպրոցն է, բայց երեխաները դպրոց են հաճախում եւ ֆուտբոլ են խաղում։ Հիմա ընդդիմադիրները ինչ պետք է անեն, ընդդիմադիր քաղաքական գործիչները ուժերը ինչ պետք է անեն։ Պետք է ասեն մենք գալիս ենք եւ հաջորդ օրը պատերազմ ենք հայտարարում Ադրբեջանին, թե նախապես պետք է ասեն, որ մենք բոլոր, այսպես կոչված, միջպետական եւ այլ համաձայնագրերին տեր ենք։ Պարոն Աղազարյան, արդյոք Արցախի թեման նորից կարող է շահարկվել եւ ժողովուրդը դրան կուլ կգնա ընդդիմադիրների կողմից։ Կամ թեկուզ նույն Նիկոլ Փաշինյանը հիմա Այդ տեսեք, սա ամենակարևոր հանգույցային հարցերից մեկն է։ Նիկոլ Փաշինյանը եւ ընդդիմադիր ամենաուժեղ գործիչները Արցախյան կոնտեքստում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կոնտեքստում շատ լավ գիտեն, որ 2000 թվականների սկզբից, կեսերից 2005 թվականից սկսած յուրաքանչյուր ընտանիքի խոհանոցում ինչ խոսակցություն է եղել ամուսնու եւ կնոջ մեջ։ Թող Ղարաբաղն էլ, ղարաբաղցիներն էլ։ Դրան բերեցին հասցրեցին, այդ վիճակին բերեցին հասցրեցին նախին իշխանությունները, որ առաջացրեցին հակամարտություն, ասպես կոչված հայաստանցի Ղարաբաղցու խնդիր բարձրացրեցին։ Թող Ղարաբաղը, ղարաբաղցիները Նիկոլ Փաշինյանն գիտի, որ դա այդպես ասել են։ Ամենաուժեղ ընդդիմադիրներն գիտեն, որ այսօր ասում են Արցախի ժողովուրդը պետք է վերադառնան, հա պետք է, իհարկե, բայց դա այդքան մեր գործը չի իշխան միջազգային հանրության։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ հանգամանքը շատ ճիշտ է օգտագործում, վստահ լինելով, որ ժողովուրդը կողքին է այդ հարցում։ Իսկ դիմադիրները Պարզ ասես Նիկոլ Փաշինյանը անկեղծ ասավ, չեք ուզում հեղափոխություն արեք, այդ դեպքում չի չենք անում այդ հեղափոխությունը։ Որովհետև գիտեմ որ մարդիկ դուրս չեն գա այդ գաղափարի վրա։ Այդ գաղափարի վրա մարդիկ դուրս չեն գա փողոց, որովհետև այն իրավիճակը, որ ստեղծվել է Արցախի հետ կապված փոխհարաբերությունների իմաստով, այնտեղ ծառայության իմաստով, ստե սա հայություն, ստեղի մեր հատվածի հայություն իր մարդկի վրա զգացել է։ Նիկոլ Փաշինյանը դա կներեք նենգորեն օգտագործեց, նենգորեն օգտագործումը ժողովրդի նուրբ լարերը իմանալով այդ ամեն ինչը, նենգորեն օգտագործումը դա սոուսի տակ այլ որոշումներ է կայացնում։ Օրինակի համար ինքը ինչ էր ասում, ընդամենը երկու ամիս առաջ, խաղաղության պայմանագիրը կլինի ձախ կողմում, Իակի Միսկի խմբին ուղղված դիմումը աջ կողմում։ Կստորագրեմ խաղաղության պայմանագիրը, հետո դիմումը, բայց այդպես չարեց, էլի խափեց։ Ասենք հենց այդ սոուսով բերեց խափեց դա էլ բան արեց, այդ ձևով ներկայացրեց ժողովրդին։ Այն դեպքում երբ որ փաստորեն ինքը ըստ էության արգելում է որևէ մեկին զբաղվել Արցախի հարցով։ Անձամբ ես իր տեսակետին եմ, որ պետությունը չպիտի զբաղվի այդ հարցով։ Ես իր տեսակետին եմ, բայց ինքը իրավունք չունի արգելելու որևէ մեկին այդ հարցով զբաղվել եւ մասնավորապես եկեղեցուն։ Ինքը այդ իրավունքը չունի, թող զբաղվեն, որովհետեւ Արցախի ժողովրդի ըստ էության ցեղասպանության հարցը մենակ հայ ժողովրդի հայոց պետականության խնդիրը չի։ Դա համաշխարհային, ասենք, մարդկանցության դեմ արված հանցագործություն է։ Ինչի սրբագործում, այ հիմա տեսեք, այդ խոհանոցային այդ ինտրիգը, որ Ղարաբաղցիներն էլ ինքը օգտագործում է այլ այսպես ծրագիր առաջ քաշելու համար եւ այլ 4-րդ հանրապետությունն է բերում առաջ։ Դուրս գան կարճատև գովազդային գադաթարի, որից հետո խոսենք թե ինչ է նշանակում 4-րդ հանրապետություն ասածը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ,
պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Պարոն Աղազարյան, մեր ձավանի սպանության դեպքը մենք ամեն դեպքում ուշադիր կլինենք, կհետևենք եւ ուզում եմ ամփոփել այդ հատվածը։ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյան հայտարարություն էր տարածել եւ նշում էր, որ այս ամենի մեղավորը իշխանությունն է եւ Նիկոլ Փաշինյանը պետք է անպայման հեռացվի, սա կենսական անհրաժեշտություն է։ Փաստորեն սեպտեմբերի 26-ին տեղի կունենա Փաշինյանի անվստահության ազգային ժողովում լսումներ եւ նա մարդկանց հրավիրում էր ժամը 12-ին ազգային ժողովի շենքի մոտ։ Այս գործընթացը ինչ կտա։ Հիմա ազգային ժողովի շենքի մոտ մարդկանց հրավիրել ոչ լսումների մատամների վաճառում գործադրեն։ Դե բնականաբար այդտեղ հավաքվելու են այն մարդիկ, որոնք կողմ են իմպիչմենտի գործընթացի, հետևաբար ճնշում գործադրելու անհրաժեշտություն չկա, բայց դե բոլոր դեպքերում երբ համերաշխության բանի իմաստով կտեսնենք, ես էլ եմ մասնակցելու այդ լսումներին, կտեսնենք, ասենք կարծիք հայտնենք, կլսենք ուրիշների կարծիքները, կփորձենք իմի բերել։ Հիմա ձեր կարծիքը 4-րդ հանրապետության հետ կապված ինչ է նշանակում։ Չորրորդ հանրապետության հետ կապված, ուրեմն տեսեք, ես չեմ կարծում, որ 1910 Ընդ որում դա ստեղծել է ժողովուրդը, քաղաքացիական պայմանագիրը ընդհանրապես այդ հղկում է մի խոսքով։ Հիմա փորձեմ իմ կարծիքը։ Ես չեմ կարծում, որ 1917-18 թվականներին հավաքվել են այն ժամանակվա մեր ազգի ասպես կոչված լիդերները, Արամ Անուկյան, Սիմոն Վրացյան եւ մյուսներ ասում են, տղեկ ջան, ինչ անենք, բայց չստեղծենք առաջին հանրապետություն։ Այդ ձևի չի եղել։ Եվ հետո չեն եղել բոլշևիկները, ասել են, մենք ջնջում ենք առաջին հանրապետությունը եւ ստեղծում ենք երկրորդ հանրապետությունը, սովետական միության ժամանակահատված։ Եվ հետո չի եկել Լևոն Տեր-Պետրոսյանը, մենք ստեղծում ենք երրորդ հանրապետությունը։ Այդ բաժանումները պայմանական են, որոնք իրենց մեջ ընդգրկում են այդ պայմանականությունը ինչով պայմանավորված, որովհետև այսպես լուրջ փոփոխությունների հետևանքով են առաջացել։ Հետո պատմությունն է մի քանի տարի հետո գնահատում են, պայմանականորեն հեշտ է կողմնորոշվել, այն առաջին հանրապետությունը երկրորդ или երրորդ։ Բայց երբ որ դու գալիս ես ամբիցիայով եւ ասես ես ստեղծում եմ 4-րդ հանրապետությունը, այդ թող չասի որ բան, թիմն է, բանն է այդ անդեմ մասաներից բաղկացած թիմը, հիմա ես արդեն ես դեռ թիմում էի, որ ինքդ մասին խոսում էր 4-րդ հանրապետության սահմանադրության փոփոխելու, ինչի հետ ես ասենք համաձայն եմ, ենթադրենք թե զինանշանը փոխելու հետ եմ համաձայն, բայց հռչակագրի դու ինչ գործ ունես։ Ինչ ես նոր հռչակագիր ընդունում։ Դու փոխի սահմանադրությունը, փոխի զինանշանը, ուրիշ փոփոխություններ արա, ինքնաբերաբար մի 10 տարի հետո սա կհամարեն այդ ժամանակահատված 4-րդ հանրապետության սկիզբ, ինքնաբերաբար։ Բայց դու լրիվ ուրիշ ճանապարհով ես գնում վտանգավոր ճանապարհով։ Հիշում եք, երբ որ ինքը ասում էր, որ սահմանազատման գործընթացը պետք է արվի եւ այլ, ոնց էր հիմնավորում գեղեցիկ ձևով։ Մենք կադաստրի վկայական չունենք փաստորեն, թե որն է մեր հողը։ Մենք պիտի այդ կադաստրի վկայականը ստեղծենք, ունենանք։ Հիմա դու բան ես սարքում, շենք ես սարքում։
կամ հանրապետություն է սարքում 4-րդ, շենք է սարքում։ Այդպես կադաստր ասում ես բան արեք, ախպեր, բան գրացեք, ասում հարևաններից թուղթ բեր, կամ շինթույլտվություն տանք, ասում են շինթույլտվության համար հարևաններից թուղթ տվեք, դրանք լույսը, ջուրը, բանը չես փակում ես շենքը կառուցում ես։ Այդպես հարևանի մոտ մի հարևանի մի պահանջադրում, մի հարևանի մի պահանջադրում, մի հարևանի մի պահանջադրում։ Հիմա դու վերացնում ես այսպես կոչված երրորդ հանրապետությունը, ասենք վերացնում ես ծննդականը, մեր պետականության ծննդականը վերացնում ես, հռչակագիրը վերացնում ես, նոր հռչակագիր ես ուզում ընդունել տաս եւ հետեւաբար ասենք նոր շենք ես ուզում կառուցել, որի անունը Հայաստանի Հանրապետությունը կարող է պատահ անուններ փոխել։ Այդպես մակ, որ ասես գրանց եք ախպեր ջան մեր նոր հանրապետություն, մակ ասում մի րոպե, գնա Վրաստանից, Թուրքիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ Ադրբեջանից թուղթ բեր, որ իրանք այդ խնդիր չունեն, որ չես մտել իրաց հողը, իրաց արևը չես փակում։ Այդպես որ թուղթ բերես, մեր դուղանից ապես Էրդողան ջան, մեր թուղթը լավ է, չէ՞ մեր ախպերներն ենք, մեր թուղթը այդպես հանրապետություն գրանց են, 4 հանրապետություն։ Էրդողան ասում է Նիկոլ ջան, տամ է թուղթը, բայց դու հիշում ես 1920 թվականին ես ու դու 1920 2020 չէ 1920 թվականին ես ու դու Գյումրի նստած սուրճ էինք խմում եւ այդ ժամանակ խոսակցությունը գնում էր 10000 քառակուսի կիլոմետր 10000 չգիտեմ քանի 100 քառակուսի կիլոմետրի մասին հիմա ինչ ես բերել 27743 կիլոմետր ինչ ծավալապաշտական նկարտումներ այդպես հարևանություն անենք ախպերություն անենք ես չեմ կարող թուղթ տամ եթե համաձայնես 10000 քառակուսի կիլոմետրի վրա կտամ նույն Ադրբեջանն արևմտյան Հայաստան եւ փաստորեն դու լեգիտիմ իրավիճակ է ստեղծում, որպեսզի քո հարևանները քո նկատմամբ հողի պահանջները կյանքի կոչեն։ Հետո էլ կարելի է նույն բանով հո զոհեր չի տալու, հո պատերազմ չի արել Թուրքիայի դեմ, հո պատերազմ չի արել Ադրբեջանի դեմ, էսա 10000-ն է։ Ուզում եք, չեք ուզում, ջանդամից ուզեք, գյորես ուզեք։ Էտա բերելու, դրանա բերելու։ Ամեն ստամանություններ փոխի, զինանշաններ փոխի, ինչ ուզում ես փոխի։ Հռչակագրի գործ չունես։ Հռչակագրի գործ չունես։ Բայց ինչու զինանշանը փոխենք, նկատի ունեք Արարատն ենք հանում։ Բան չեմ ասում, բան չեմ որ դրա ամեն այն ինչի մասին մենք խոսում ենք։ Ստեղել է շահարկում, ստեղել է ուրիշ շահարկում է այդում։ Ասենք զինանշանը բանը Արարատի հարցը, ցեղասպանության հարցը, ինքը ո՞նց է մեկնաբանում, ասում է դա սովետական միության, ասենք որպես իմպերիա պետության, քարոզչության բանում է, արդյունքում է 40-ական թվականից սկսած եւ ճիշտ է ասում։ Եվ գրողը տանի ճիշտ է ասում այդ մարդը։ Հավայի պետք չի հակադրվել։ Եվ քեզ գից քաշել, ասենք ես ես գծի ես կողմը, դու գծի այն կողմն ես, որտեղ որ ճիշտ է ասում, ասենք ճիշտ է ասում։ Այսինքն դաստիարակության մոդելը, հայրենասիրության մոդելը, այս ամեն ինչը։ Ցեղասպանության հարցը եւ բանը Թուրքիայի հարաբերությունները եւ ինչը հուշահամալիրը կառուցել է սովետական միության ժամանակ, սովետական միության արտաքին քաղաքականության այսպես կոչված բաների զելնելով։ Հասկացանք։ Դու ինչ ես ասում։ Դու ասես ցեղասպանություն չի եղել։ Դու հիմա այդ ես ասում։ Ռուս ասել է շահի զերնելով, հասկացանք, այդ անտեր պետությունները այդպիսի բան ունեն, սկզբունք ունեն, որ բոլորը առաջնորդվեն իրաց շահով, ոչ մի այլ անտակ պետություն չկա, որ մեր պետության շահով առաջնորդվի, մենք ենք, որ առաջնորդվենք Ադրբեջանի շահով, օրինակ եմ հասկացանք, Ռուս իր շահով առաջնորդվել, բայց ցեղասպանություն չի եղել, դու ես բերում բանանես դրան շրջանառության մեջ, Արարատի նկատմամբ մեր ժողովրդի նվիրական զգացողությունները պահանջատիրական բանացնում աշխարհում կա կներեք բառացում կոպիտ բառեմ օգտագործելու աշխարհում կա մի հատ անասուն որ մտածում է որ Հայաստանը վտանգ է սպառնում Ադրբեջանին ու Թուրքիային 100 միլիոնանոց բանին հա կա այդպեսի մի անասուն չի կարող այդպեսի մի անասուն ընդ որում Ադրբեջանում չի կարող այդպես մի անասուն ինչ որ խոսում է ով որ խոսում են դրանք քարոզչական նպատակներով են ասում որ իհարկե մենք վախենում ենք Հայաստանից մենք հանգարցակի վաղումից ռևանշիստները գան մեզ կկոտորեն մտա կեթան Ստամբուլը կդասնեն այրանցով ոչ էլ վախենում են Զանգեզուրի միջանցքներն ուզում էս հասկացա բայց միշտերը վախենում են չէ վախենում են խաղաղություն ստեղծեն այս տարածաշրջանում Հայաստանի պետությունը վերացնել եւ խաղաղություն ստեղծել այդ կոնտեքստով հիմա երբ դու այդ 4 հանրապետության գաղափարը առաջ ես քաշում դա տակ լիքը վտանգներ եւ անհանգստություններ կա, որովհետեւ հա մի կերպ կարաս դու, մի կերպ կարող է կարաս Որոնք են այդ վտանգավոր թեզերը։ Ասեմ, մի կերպ կարաս դու արիվեն խոստանաս, որ բանից ընտրություններից հետո համալրությունը փոխելու ես եւ մի կերպ կարող է փոխես համալրությունը, վախցնելով, վանալով ժողովրդին եւ այլ եւ այլ։ Մի երկու կրակոցել կլինի սահմանին։ Դա կարաս փոխես։ Բայց բաներ կա որ շատ դժվար կարողանաս անես։ Օրինակ 300,000 փախստականի վերադարձի փաստաթուղթ ստորագրելը դա բանը Դա պատերազմ է։ Դա արդեն դա Հայաստանի բախում է։ Այո։
Հետևաբար դուք դժվարանաս բանալիս, բայց երբ որ դու ստեղծում ես շորտ հանրապետություն, այս սոուսի տակ ինչ ասես կարա սանսկացնես արդեն։ Դե շորտ հանրապետություն, որովհետև Ալիևն ասում ախպեր, բայց մարդիկ են ապրել, պետություն է ստեղծում, լավ է ստանում, եկեք ու կողքին ենք ստեղծենք, բայց մարդիկ թողին ապրեն իրաց պատմական հողում ապրեն, այդ ձևով այդ պետությունը ստեղծի։ Փախստականների վերադարձ, այդ բաները հիմա տեսեք իշխան այդ ասես կոչված դատավարությունը որ տեղի ունենում, Բաքվում այդ խայտարակությունը, մեր ամոթը, հալա մեր ամոթը մի կողմ բովանդակություն ինչ ձևի է, արդեն Նիկոլ Փաշինյանն կանչում, հարցակցության տալու եւ այլ, Եթե կարող պատի այդտեղ էլ մտել ուրիշ բաներ անես, մի քանի օգուտ բռնես, տաս Ալիևին ասես, ես եկա քեզ, որովհետև այ ԱԾ-ի տնօրենը ինչ է խոսել այնտեղ ձեր կարծիքով։ Չեմ կարող ասել։ Հիմա այդ իմաստով չորդ հանրապետության այդ գաղափարը դա շատ վտանգավոր գաղափար է։ Ես նորից եմ ասում։ Հետևաբար անդիմադի մեր բաները սուպեր հայրենասերները չպետք է ասեն, «Տո սահմանադրությունը փոխովի սենսը, տո սա սենսը», պետք է վերցնեն որոշ գաղափարներ, որոշ այն պայմանավորվածները, որ այսօր Նիկոլը բացահայտորեն ունի Ադրբեջանի եւ Էրդողանի հետ, այդ պայմանավորվածները չպիտի խախտվի։ Դից բխող մարտահրավերները պետք է կառավարվեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը չհրասվի, ապա ինքը նույն ձևով կշարունակի եւ այդ ամեն ինչը կբերի Հայաստանի պետականության համար շատ վտանգավոր որոշումների ընդունման։ Պետք է Նիկոլ Փաշինյանին հրասնել եւ այն փաստաթղթերը, որ ինքը ստորագրել է, որպես պետություն տեր կանգնել այդ փաստաթղթերին, բայց կառավարել դրանից բխող մարտահրավերները։ Վաշինգտոնյան համաձայնագիրը փոխելու է մեր կյանքը։ Տեսեք, ասում են օգոստոսի 8-ից հետո այլ Հայաստանում ենք ապրում։ Հա, ասում չի։ Վաշինգտոնյան համաձայնագիրը, եթե հնարավոր լինի այսօրվա իշխանությունների կամ հաջորդ իշխանությունների միջոցով այդ բանին ներգրավել Թրամփի միջանցքի հետ կապված միջոցառմանը ներգրավել Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ռուսաստանին եւ Չինաստանին, ապա ես դա համարում եմ, որ շատ լավ Շահեկան է Հայաստանի համար։ Շատ լավ բան կլինի։ Վախենում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իբրև ցույց տալիս, որ ինքը այդ նպատակը հետապնդում է, բայց չկարողանա եւ մենք մնանք Ադրբեջան-Թուրքիա տանդեմին հետ դեմ հանդիման, որը կլինի ծայրահեղ վատ։ Միջանցքից էլ վատ բան։ Այդ որում Ալիևն ասում էր, երբ ուզենք, մենք կարող ենք շատ արագ այդ տարածքը իրենցով անել։ Հիմա իրանք կարող են այդ տարածքը իրենցով անել ռազմական ճանապարհով, որը կարող էին չմարսել։ Միջազգային հանրությունը այլ գնահատական տալ։ Հիմա իրանք անում են դա ուրիշ բանով։ Իրենց հարևան Հայաստանը օգտագործելով իր սուվերեն իրավունքը իր տարածքի վրա, տալիս է իրան դեպի հնարավորություններ։ Խիպիտ իրանք բան անեն, որ դա փափուկ ձևով նա եւ ոչ մեկը չի կարող բան ասի։ Իրանի Իսլամական Հանրապետությունը եթե ձեն հանի կասի, Ալիևը կասի, «Ուրեմն այ ախպեր ինչ ես ուզում»։ Այդ մարդը իրացնում է իր սուվերեն իրավունքը եւ հողի այս հատվածը տալիս է ինձ։ Քույր գործն է։ Խես միջամտում ուրիշի ներքին գործերին։ Չի կարելի, չէ՞։ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Եվ դուք հիմա եւս պնդում եք, որ ինչքան շուտ հեռանա այս իշխանությունը, այնքան մենք կորուստներ չենք ունենա։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ինքը պետք է ներքին կարգով աջակցել իմպիչմենտի գործընթացին, որովհետև իմպիչմենտի գործընթացը ինքը հենց իմպիչմենտին աջակցի։ Այո, որովհետև եթե իմպիչմենտի գործընթացը չմասնակցի իշխանական ողջ թիմը կամ թիմի մի մասը, ապա այն չի իրականացվի։ Ինքը պետք է ներքին կարգով աջակցել իմպիչմենտի գործընթացին եւ փաստորեն 6 ամիս, 7 ամիս գնալ հանգստանալ։ Չէ՞ որ ինքը 100% վստահություն ունի, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը իր կողքին է։ Եկը գար 6 ամիս հետո խաղաղություն բերող վարչապետի մասին ենք խոսում։ Հասկանանք, 6 ամիս հետո գար, կասել շերի ժողովուրդ, ինձ ընտրում եք այդ խաղաղության գործընթացի ճանապարհով տեղ եմ հասցնում, փախստականին 300,000 բերում եմ Հայաստան։ Բանակում ծառայությունը դարձնում տարի 6 ամիս։ Կրթության համակարգում սա կարևոր կառուցապատում։ Եվ ընտրվի 26 թվականի ընտրություններին։ Ալիևին Էրդողանն զանգի, ասի կներեք տղի ջան, մեր մոտ իմիջմենտ ա եղել։ Մեզ մի 6 ամիս մի քիչ բան անենք, էլի։ Պասիվանանք, տնակ ինչ արինում, մեր շուրջ քաշեր, արտաշնչեր, հանգստանալ եւ ներկայանալ ժողովրդին։ Ժողովուրդը թող իրան ընտրեր։ Բա ինչի է ուզում ընտրություններին գնա այս ձև հələ թակուն մի քանի բաներ հասցնի անի, որքանով է ինքը այդքան վստահ, որ այդ իր որոշումները
ընդունելի է լինելու։ Ընդունելի է, ասենք որքան է վստահ։ Քանի որ Բաքվի դատի մասին Հիմա ես ո՞նց խոսեցիք, պետք է դատեմ, ես ո՞նց պետք է որպես քաղաքացի կներեք, ո՞նց պետք է դատեմ վարչապետի այդպես կոչված գործողությունները, որքանով են հայանպաստ, որքանով ոչ։ Երբ որ ինքը անընդհատ իր մտածածին բան հակառակ բան անում։ դուք պատերազմ եք ուզում, պարոն Աղազարյան։ Ես պատերազմ չեմ ուզում, եւ խաղաղության պայմանագիրը պատրաստ ենք մենք ստորագրել, համաձայն ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել, ավելին մենք գտնում ենք, որ բոլոր պայմանավորվածությունները, որ Ադրբեջանի հետ ունի այսօր Նիկոլ Փաշինյանը, մենք այդ պայմանավորվածությունները հարգելու ենք։ Եվ քանի որ դատի մասին խոսեցիք Բաքվում, խոսենք նաև դատի մասին Երևանում։ Միքայել Սրբազանը մեղավոր ճանաչվեց եւ դատարան կարդաց նրա վերդիկտը։ Ինչ է սա նշանակում մեր հոգեվոր դասը, ամեն դեպքում անազատության մեջ ունենք հոգեվոր դասի ներկայացուցիչներ։ Եվ դատավարությունը նայում ենք, տեսնում ենք ամեն դեպքում մի քանի, այսինքն որոշ ժամանակ առաջ արված այդ արարությունները այն ժամանակ քրյաց ինչ էին, հետո դարձան։ Սա էլ եք ինչ որտեղ համադրում, բերում մոտեցնում ձեր տարբերակին, որ երբ որ ինչ որտեղ պետք է դարակից հանվում են գործեր։ Իհարկե, դա նշանակում, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը 100% վստահություն ունենար, որ իր տեսակետները ժողովրդի ճշգրիտ մեծամասնությունը կիսում է, ապա ինքս քարերի չէր գնա։ Ստիվի քարերը ինքը ճնշում է, վախեցնում է, մյուսներին հնազանդեցնում է, որպեսզի արտահայտ կամ հերթական ընտրությունների ժամանակ ապահովի իր համար բարենպաստ իրավիճակ։ Ես նորից եմ ասում, Բագրատ Գարստանյանի հետ կապված այդ կապիկությունները, դրանք բանը սարքած բաներ են, որովհետև որևէ լուրջ մարդ այդ ճանապարհով Նույնը Միքայել Սրբազանի։ Միքայել Սրբազանի ինչ սարքած բաներ, մարդը իր ինչ-որ կարծիք է հայտնել եւ հետո Իոնեսյանը դիմել է դատախազություն, որ արդյոք չկա հանցակազմ, դատախազը ասել է, որ որևէ հանցակազմ չկա, իսկ հետո պարզվեց, որ հանցակազմ կա։ Նույն իմ դեպքն է, կներեք, երբ որ ես դիմել էի իրավապահ մարմիններին, որ այս բանը, այս տվյալ հարցի հետ կապված, ասենք ուսումնասիրություններ անի, իրանք գրել են, որ պարոն Աղազարյան պատասխան ստացավ, որ դա բանը անլուրջ է, սրանով զբաղվել է։ Հետո դատախազը այդ նույնը համեմաստ մի հատ ուրիշ նրբերանգով բերեց, որ այդ նրբերանգը դուրս է եկել, բերեց որպես գործի հիմքի մի մասը, կես մասը, որպեսզի իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելու որոշում կայացվի։ Այդ բաները կա, դա իշխանությունը դա պիտի անի եւ անելու է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանին թվում է թե հայրենիքի փրկության ծանր բեռը դրված է իրավասերին։ Եթե բանը ոչինչ որ մի քիչ Աղազարյանը կնեղացնի, հիմա Սրբազանը եթե մի տարի մնա բանտում իսկ կլինի չէ ոնց։ Նախագահ հաղթող նախագահներին է հրավիրում բանավեճի, որպեսզի ապացուցի եւ ցույց տա, որ ինքը ավելին կարող է։ Անկեղծ ասած ես զարմանում եմ, որ բանը չեն գնում։ Շատ կոշտ ձևով են պատասխանում, վիրավորական բառերով եւ այլն։ Կապ չունի, դա կապ չունի։ Ես զարմանում եմ, որ չեն գնում, թող գնան եւ Գուցե չեն գնում, որտեղ գիտեն, որ չեն կարողանալու հարցերի պատասխանները տալ։ Ինչու չեն գնում։ Բայց այս դեպքում հարց առաջանում, եթե չեն գնում, չեն, ասենք որևէ հարցադրում չունեն, այդ իրենց բոլոր հայտարարությունները դառնում մերկապարանոց։ Այս ինչ բան եղել ասես, դու չես արել։ Թող այդ համ բացահայտեն ասեն, էսա տես, պարոն վարչապետ։ Այս օրենքի, բան, այս ինչ կետը բան է սա։ Այս օրենքի նախ այս օրենքը խախտել ես։ Երկրորդը այս ձևի առաջարկություն եղել դու չես ուսումնասիրել։ Բայց թող գնան ասեն զարմանալի է, որ չեն գնում։ Բնականաբար, բանը, պարզ է Նիկոլ Փաշինյանի տակտիկան որն առնելու, բայց բոլոր դեպքերում ներողություն եմ խնդրում, ես չեմ համատում Ռոբերտ Քոչարյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ կամ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ես կգնայի։ Եթե չեն գնում, ուրեմն իրանք ասելիք չունեն։ Շատ բարի, պարոն Աղազարյան, կարծես թե այսօր հասրեցինք մի քանի կարևոր հարցերի անդրադառնալ եւ խոսենք ձեր քաղաքական գործունեության մեջ, այսինքն ազգային ժողովից դուրս։ Ինչ իրավիճակում է ձեր կուսակցական գործունեությունը։ Դե մենք բանը պատասխան ստացել էինք Բիազոր Մարունից, որ դիտողություններ ունեին մեր համաժողովի որոշումների հետ կապված, որ կանոնադրության մեջ կան հոդվածներ, որոնք չպետք է լինեն, կան հոդվածներ, որոնք պետք է լինեն օրենքից բխող, որոնք չկան։ Դե չնայած մենք մտածում ենք, որ եթե մենք նաև մի հատ կանոնադրություն ամբողջական գրել ենք մեր տրամաբանությամբ, եւ նաև մի հատ կետեր ունենք, որ կուսակցությունը գործում է սույն կանոնադրության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա։ Հետեւաբար, եթե որևէ բան մենք չենք գրել, բայց օրենքում կա, բնականաբար դա նշանակում է, որ դա կա, եւ եթե մենք անենք որևէ
քայլ, որ չի բխել այդ օրենքի պահանջից, նշանակում է չգրած լինելու հանգամանքը չի նշանակում մենք կարող ենք այդպիսի բան անենք, օրենքը արգելում է։ Այդուհանդերձ մենք որոշեցինք, որպեսզի չգնանք դատական process-ներով եւ այլ, որոշեցինք նոր համաժողով անել, հոկտեմբերի 4-ին է մեր համաժողով, մենք հայտարարել ենք ասեն ժամանակին ազդարարով եւ այդ փոփոխությունները կմտցնենք կանոնադրության մեջ եւ նույնիսկ կներկայացնենք լիազոր մարմնի հաստատմանը։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Աղազարյան, այսօրվա հաղորդման համար կարծում եմ մենք համաժողովից հետո հանդիպում կունենանք, արդյունքների մասին կխոսենք եւ այդ ժամանակ կփորձենք նաեւ ձեր դիրքորոշումը լսելու, հասկանալ Սամվել Կարապետյանի քաղաքականության մեջ մտնելու եւ նրա ձևավորված թիմի գործունեության մասին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։